Շանթիեթերը շարունակում է հեռանկարը։ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը թվում է, թե շարունակվում է գտնվել ակտիվ վերափոխման փուլում։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում վարչապետ Փաշինյանը միաժամանակ այցելեց թե Մոսկվա, թե Կոպենհագեն, մասնակցելով մի կողմից համաշխարհային ատոմային շաբաթը միջոցառմանը, մյուս կողմից Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովին, որտեղ էլ կայացավ Ալիևի հետ հերթական հանդիպումը։ Թեև հայտարարվում է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել այդ խաղաղության փաստաթուղթը, այդուհանդերձ բազմաթիվ հարցեր մնում են բաց, հատկապես սահմանազատման ու Սյունիքում անցնող ճանապարհի առումով։ Այս եւ այլ կարևոր զարգացումների շուրջ զրուցելու ենք Միտք վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Տիկին Դալաքյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ըստ էության մոտ 1 ամսվա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները ոչ ֆորմալ հանդիպում ունեցան 2 անգամ։ Ըստ էության նման բան ոչ հաճախ է տեղի ունենում։ Շփումների այս դինամիկան ինչ քաղաքական ու ռազմավարական նշանակություն կարող է ունենալ։ Դե ոչ ֆորմալ հանդիպումները ընդհանուր օրակարգի մասին եվրոպական համայնքների եւ այդտեղ պարզ է, որ Հայաստան եւ Ադրբեջանը, որոնք խոսում են խաղաղության մասին, իրենց ղեկավարները կարող են մի քանի րոպե նորից մտքեր փոխանակել խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Սա նախորոք պլանավորված հանդիպում չի եղել եւ այդ հանդիպումներից հետո նոր հայտարարություններ չեն արվել ինչ որ նոր գործընթացների հետ կապված։ Ամենայն դեպս երկու կողմը պաշտոնապես դեռ վերահաստատում են, որ պատրաստ են գնալ խաղաղության, չնայած կան կետեր, որոնք դեռ համաձայնեցված չեն։ Օգոստոսի 8-ից հետո դուք ունեք այն տպավորությունները, որ կողմերը պատրաստ են վերջնական ստորագրել խաղաղության պայմանագիր։ Հայկական կողմը իր պատրաստակամությունը հայտնում է։ Երկու ասպեկտի կբաժանեմ, ես թերահավատ եմ Ալիևի կողմից խաղաղության գործընթացին նվիրված լինելու վերաբերյալ եւ Նիկոլ Փաշինյանի հակադարձումները նրան ՄԱԿ-ում եւ նաեւ Հայաստանում իր խոսույթի ժամանակ, որ Զանգեզուրի միջանցքը տարածքային պահանջ է, այդպիսի բան չկա, ցույց է տալիս, որ կա թերահավատություն նաեւ Հայաստանի իշխանությունների կողմից։ Արդյոք Ալիևը կպահպանի, իմ կարծիքով կա թերահավատություն իր կողմից ստանձնած պարտավորությունները։ Դա նաեւ արտաքին միջավայրից է կախված, որովհետեւ Հայաստան եւ Ադրբեջանը փոքր երկրներ են, նրանք մշտապես ենթարկվում են միջազգային զարգացումների տրամաբանությանը եւ նայած աշխարհաքաղաքական որ կենտրոնը ավելի ուժեղ կլինի Հարավային Կովկասում իր ազդեցության վերաբերյալ, դրան էլ կողմնորոշում կանի Ալիևը։ Սպասենք տեսնենք միջազգային ասպարեզում ռուս-ուկրաինական մասնավորապես ռազմաճակատում եւ ռուս-ամերիկյան հարաբերությունների ինչ փոփոխություններ տեղի կունենան։ Այսինքն կարծում եք, որ այս փուլում դեռևս աշխարհաքաղաքական իրավիճակը նպաստավոր չէ վերջնական խաղաղության պայմանագրի հաստատմանը։ Նպաստավոր չէ նախ, որովհետեւ Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններն են սրվում, այսինքն այն տեսակետը, որ մենք շփվենք եւ Արևմուտքի եւ Ռուսաստանի հետ, չի ստացվում։ Հիմա գնում է աննախադեպ սրացում Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունում եւ կարծում ապագայում նաեւ Տրամփ-Պուտին հարաբերությունները, որովհետեւ որքան էլ Տրամփը չցանկանա, իրենց շահերը չեն համընկնում։ Սա մեկ եւ երկրորդը դրա համար ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը դուրս չեն գալիս պաշտոնապես նոյեմբերի 9-ի համաձայնագրից, որը ի դեպ ժամկետ չունի։ Սա ինձ թույլ է տալիս մտածել, որ այս երկու երկրների ղեկավարներն էլ սպասում են տեսնեն Մոսկվա արևմուտք կամարտությունում ով իր դիրքերը ավելի ուժեղ կպայի։ Այսինքն հնարավոր է նաև վերադարձ մոսկովյան հարթակ։ Մարիա Զախարովան ասել է, որ ոչ մի երկիր չի հրաժարվել, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի համաձայնագրից։ Լավրովն էլ ԱԳՆ ղեկավարը Ռուսաստանի թերահավատ է, որ օգոստոսի 8-ը կգործի։ Ելնելով այս հայտարարություններից եւ իմանալով Ռուսաստանի ողջ գործիքակազմը Հարավային Կովկասում, ես հավատ եմ, որ Ռուսաստանը դուրս է եկել Հարավային Կովկասից, մենք պետք է հասկանանք, թե Ռուսաստանը ինչ լծակներ ունի օգոստոսի 8-ը չեղարկելու կամ խոչընդոտելու ուղղությամբ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են։ Եվ ըստ էության մի քանի այդպիսի գործընթաց մատնանշել է Միրզոյանը, օրինակ քննարկում են միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը կամ նույնիսկ ավելին միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները։ Ինչ է նշանակում Միրզոյանի այս հայտարարությունները։ Սա ընդհանրապես իմ կարծիքով դիվանագիտական ինչ-որ խոսույթ է, ելնելով Ալիևի ելույթից ՄԱԿ-ում հանդուրժողականություն չի ցուցաբերում Հայաստանի հանդեպ, ամբողջ ելույթը էլի իր կապիտուլյացիային էր նվիրված իբրև թե Հայաստանի, դրա համար էլ Փաշինյանը իրեն հակադարձեց։ Այսինքն հայկական կողմը ցանկանում է, բայց Ալիևի կողմից ես չեմ տեսնում։ Պարզ է, Ալիևը Տրամփին չի ասելու ոչ, Ալիևը այս իրավիճակում խաղաղասերի դիրք է այսպես բռնել, ինչպես Պուտինն է։ Պուտինը ասում է, այո, ես պատրաստ եմ գնալ խաղաղության Ուկրաինայի հետ, հաջորդ օրը ռմբակոծում է Կիևը։ Այսինքն հայկական կողմը ցանկանում է, բայց Ալիևի կողմից ես տեսնում եմ դեռ մանևրելու տեղ է ինքը իրեն թողնում, նայած Ռուսաստանը ինչ դիրք կունենա Հարավային Կովկասում։
ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանին վրդովեցրեց Զանգեզուրի միջանցք ձևակերպումը։ Առհասարակ, եթե կա փաստաթուղթ, որտեղ նման խոսույթ չկա, խոսքը օգոստոսի 8-ի այդ փաստաթղթի մասին է, որը որ նաև մատնանշում է Հայաստանի ղեկավարը։ Այդ դեպքում որքանով է անհրաժեշտ անընդհատ կարևորել ձևակերպումները, ոչ միայն պաշտոնական մակարդակում, այլ առհասարակ նաև փորձագիտական շրջանում։ Որովհետև կա երկու փաստաթուղթ։ Մենք խոսեցինք։ Այն փաստաթուղթը կա, որքան էլ էստեղ ասեն նոյեմբերի 9-ը չի գործում, այլևս ես Փաշինյանի բառերը չեմ հիշում, միտքը այն էր, որ այլևս ակտուալ չի։ Բայց այն փաստաթղթում էլ չկա Զանգեզուրի միջանցք ձևակերպումը։ Այն փաստաթղթում ՖՍԲ-ի վերահսկողությունը ենթադրում է միջանցք։ Եվ Օվերչուկը ասաց, որ նոյեմբերի 9-ով Զանգեզուրի կարիդոր կներեք իր բառերն եմ ասում, հայերեն Զանգեզուրի միջանցք։ Միջանցքը դա այլ երկրի վերահսկողությամբ ճանապարհն է, որը նոյեմբերի 9-ի 9-րդ կետով է։ Հիմա կասեն հայ-ամերիկյանով էլ է կամ մենք չենք տեսել հայ-ամերիկյան համաձայնագիր, համեն այդպես Փաշինյանը ասում է, որ այդտեղ տարածքային ամբողջականության սկզբունքը պահպանվելու է։ Այդտեղ գրված է Թրամփի ուղի, այսինքն որևէ ձևակերպում միջանցք Զանգեզուր չկա ու ի դեպ դա ստորագրվել է նույն նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո։ Այո, բայց այնտեղ կա անխոչնդոտ բառը, որը ես այդպես էլ չեմ հասկանում, որովհետև անխոչնդոտ բացատրում է, որ մենք խոչնդոտ չենք ստեղծելու, բարձր, որևէ մեկը խոչնդոտ չէր ստեղծում, ինչու է գրված անխոչնդոտ, քանի դեռ չկա հայ-ամերիկյան համաձայնագիրը, ես չգիտեմ ով է վերահսկելու ճանապարհը, բայց հուսով եմ Հայաստանի իշխանությունները ի հակադրություն նոյեմբերի 9-ի այնպիսի պայմաններ են հայ-ամերիկյան փաստաթղթում գրելու, նշելու, որտեղ չի լինելու որևէ տարընթերցում։ Բայց դուք որ ասում եք ինչու է կարևորում, ճիշտ են անում հայկական կողմը, ես նշել եմ, որ պետք է մշտապես Ալիևին հակադարձել, բայց արդեն ոչ Նիկոլ Փաշինյանի մակարդակով, իր մամուլի խոսնակի կամ ԱԳՆ մամուլի խոսնակի, որովհետև Ալիևը հատուկ մեզ ներքաշում է այդ խոսույթի մեջ, բայց մեր միջազգային գործընկերներին մենք պետք է մատնացույց անենք, որ Ալիևը շարունակում է դիստրուկտիվ քաղաքականությունը եւ ըստ էության տորպեդահարում է Տրամփի խաղաղության գործընթացը կրկին տարածքային պահանջներ ներկայացնելով, ինչպես ասաց Փաշինյանը Հայաստանի հանդեպ։ Դուք կարծիք եք հայտնել, որ օգոստոսի 8-ը իրական խաղաղություն չի բերել։ Ինչ նկատի ունեք դա ասելով, օրինակ իշխանությունները հակառակն են պնդում վստահորեն եւ մատնացույց են անում, օրինակ սահմաններին տիրող հանգիստ վիճակը, արտաքին քաղաքական ակտիվ զարգացումները, այդ թվում նաև Ադրբեջանի հետ սերտ-շփումները։ Ես չեմ կարող տարի ու կես ժամանակահատվածը, որտեղ միջադեպ չի եղել, իդեպ շատերը ասում են, որ եղել է, բայց դա դնենք մի կողմ, ասենք չի եղել, ասել որ խաղաղություն է։ Այդպես որ նայենք եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին եղել են տարիներ, որ չի եղել միջադեպ կամ եղել են փոքր միջադեպեր, որից հետո մենք ունեցել ենք պատերազմ։ Լայնածավալ։ Ես հեռու եմ այն մտքից, որ դա Նիկոլ Փաշինյանի շնորհիվ էր։ Այսինքն համեմատաբար խաղաղությունը, իդեպ 2014 թվականի ռուս-ուկրաինական ռազմաճակատում էլ խաղաղության համաձայնագիրը ըստ էության Մինսկի համաձայնագիրը, որից հետո 22 թվականից սկսեց պատերազմ։ Մենք դուք ակնարկում եք, որ պատերազմը լինել է։ Ես ակնարկում եմ, որ պատերազմը չի որոշվում Հայաստանում եւ չի որոշվում Հարավային Կովկասում։ Պատերազմը, ինչպես 2020 թվականի տեղի ունենում աշխարհաքաղաքական մի քանի կարևոր կենտրոնների, Թուրքիայի 20 թվականի, Ռուսաստանի համաձայնությամբ։ Ես նկատի ունեմ, որ Հայաստանը չի կարող այդ գործընթացները ինքը չեղարկել։ Մենք մեր աշխատանքը, որը մեզից կախված է, պիտի կատարենք, բայց եթե վատագույն սցենարով Միացյալ Նահանգներում Տրամպը ընկղմի իր ներքաղաքական օրակարգի մեջ, ցուցաբերի այնպիսի լրջություն, որը ցուցաբերում է այլ վայրերում խաղաղության հաստատելու ուղղությամբ, ես չեմ կարծում, որ Վլադիմիր Պուտինը իր զենքերը վայր է դրել եւ նրա բոլոր հայտարարությունները եւ իր ռոպագանդիստների ապացուցում են, որ Պուտինը չի հրաժարվել նոյեմբերի 9-ը իրականացրած։ Իդեպ ես ձեզ ասեմ, որ դուք ասում եք իշխանությունները ասել են խաղաղություն է։ Ամեն օր նրանք սպառնում են, որ եթե մենք չընտրվենք, կարող է խաղաղություն չլինել։ Դեռ պիտի խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, իսկ դեռ չի ստորագրվել։ Տիկին Դալակյան, բայց երբ որ ասում եք Պուտինը կարող է Հարավային Կովկասում այսպես հրահարել, բայց ում ձեռքերով հրահարել։ Կարծես թե Ալիևի հետ հարաբերություններն այդքան էլ հարթ չեն։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը գնաց Մոսկվա, մասնակցեց այդ միջոցառմանը, Ալիևին չտեսանք այդտեղ, այսինքն խոսվում է ռուս-ադրբեջանական ակնհայտ լարված հարաբերությունների մասին։ Ակնհայտ լարված հարաբերություններ չեն խանգարում Օվերչուկին գնալ Ադրբեջան եւ խոսել ենթակառուցվածքների կառուցման մասին Իրանի տարածքով։ Չեմ կարծում դա կլինի Իրանի սանկցիաներ, բայց այսինքն խոսում են համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին իրենց միջև խնդիրները հարթելու։ Ես նշել եմ, որ երկու ավտոկրատները ավելի շուտ լեզու կգտնեն միմյանց հետ, քան դեմոկրատական երկրի։ Ալիևի քաղաքականությունը կապված է նրա հետ, որ Պուտինը հիմա բարդ
իրավիճակում է եւ նա փորձում է արևմուտքի հետ իր հարաբերություններ կարգավորել, բայց եթե տեսնի, որ արևմուտք Ռուսաստան հակամարտության պայմաններում արևմուտքը չի կարողանում իր շահերը առաջ մղել, միանշանակ կկողմնորոշվի Պուտինի ուղղությամբ։ Մինչև 2020 թվականն էլ Ալիևը այնպես չի, որ Պուտինի դաշնակիցներ, բայց նրանք ստորագրեցին հետո ռազմավարական համագործակցության պայմանագիր, այսինքն փոխում է Ալիևը իր հենման կետերը, նայած ով է ավելի ուժեղ։ Ես ճիշտ եմ հասկանում, դուք այդքան էլ չեք վստահում, այսպես Թրամփի միջազգային խաղաղարար դերին, հաշվի առնելով նաև օրինակ Գազայի հատվածում տեղի ունեցող գործընթացները, Իսրայել-Համասին առաջարկած այդ գաղափարները։ Դե մի օրինակ բերեմ ձեզ, մեկ օր առաջ Թրամփը հայտարարեց, որ Համասը համաձայն է, երեք Համասը հերքել է, որ ինքը համաձայն է եւ ասել է մենք չենք պատրաստվում մեր զենքերը վայր դնել, դա Թրամփի ծրագրով էր ի դեպ։ Այսինքն սա ցույց է տալիս, որ Թրամփը ուղղակի հայտարարություն է անում կամ ասում է Վլադիմիր Պուտինը համաձայն է հանդիպել Զելենսկու հետ, համաձայն է, որ եվրոպական երկրները ապահովեն Ուկրաինայի անվտանգությունը։ Հաջորդ օրը Պեսկովը, նույնիսկ Պուտինը հարկ չի համարում նրան պատասխանել, ասում է, որ այդպիսի պայմանավորություն չկա։ Դա կարող է ինձ մոտ կասկածներ շնչել, որ Թրամփը ուղղակի իրականությունը շփոթում է իր ցանկությունների հետ։ Ուզում եմ նշել, սա չի նշանակում, որպեսզի ընդդիմադիրները չասեն, որ այ Թրամփը թույլ է, Ամերիկան թույլ է, թույլության մասին չի խոսքը, խոսքը սեփական, ուրեմն խոսքը եւ ստորագրությունը արժևորելու մասին է։ Արդյոք սա թույլ է տալիս ենթադրելու ձեր այս միտքը, որ դուք չեք կիսում այն կարծիքները, որ Միացյալ Նահանգների ներկայությունը Սյունիքում արդեն իսկ ստեղծում է անվտանգության երաշխիքներ, նման կարծիքներ ըստ էության հնչում են։ Միացյալ Նահանգների ներկայությունը կստեղծի, բայց ես չգիտեմ ինչ ներկայություն է դա լինելու։ Եթե նայած հայ-ամերիկյան համաձայնագրում ինչպիսի կետեր են լինելու, եթե դա անվտանգային երաշխիքների մասին լինի, շատ լավ է։ Այսինքն այնտեղ, որտեղ կա Ռուսաստան, Սյունիքում ներկա է Ռուսաստանը, այնտեղ, որտեղ Հայաստանում երկաթուղին պատկանում է Ռուսաստանին, պիտի լինի ամերիկյան ներկայություն անվտանգության երաշխիքներով, որպեսզի Վլադիմիր Պուտինը չմտածի, որ կարող է հիբրիդ օրինակ հարձակումներով այստեղ ուրեմն ապակայունացնել իրավիճակը, նույնիսկ Ադրբեջանի ձեռքը իրեն պետք չի։ Ներքաղաքական լարումների մասին էլ եկեք չմոռանանք, այսինքն Ռուսաստանը դեռ այստեղ չի կորցրել իր ազդեցության գործիքները, ինչի պատճառով ես քննադատում եմ Հայաստանի իշխանություններին, որ չի կարելի 7 տարի մեղադրել մարդկանց ռուսական շահերը պաշտպանելու հարցում եւ ամեն ինչ անել, որ նրանք նորից վերարտադրվեն։ Այսինքն դուք թերահավատորեն եք վերաբերվում, որ առաջիկա տարիներին, այսինքն մոտ հեռանկարում, մոտ ապագայում Թրամփի ուղին կսկսի կյանք ստանալ, որովհետև արդեն իսկ կարծես թե որոշակի գործընթացներ մեկնարկել են, երբ որ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարեց, որ ամերիկացի արդեն մասնագետներ են եկել այստեղ հայ սահմանապահների հետ աշխատելու եւ այլն եւ այլն։ Տեսեք, երբ Բայդենի հետ մենք վերջին ամիսներին ստորագրեցինք ռազմավարական համագործակցության հուշագիրը, բոլորը մտածում էին արդյոք Թրամփի համար դա կգործի։ Ամերիկան այնպիսի երկիր է, որ նախագահի փոփոխությունը կարևոր դեր ունի։ Լավ, Թրամփը դեռ 3 տարի ունի, բայց 2026 թվականին եւ նա ասեց այսօրվան եւ ես ներքին հարցերով եմ զբաղվելու, նա միջանկյալ ընտրությունների է մասնակցելու 20 թվականի նման։ Ես վախենում եմ, նա հանկարծ չմոռանա իր տված խոստումները, ինչպես մոռացավ Ռիվիերա դարձնել գազը, ինչպես ասում էր, որ ուրեմն դժոխք կդարձնի Համասի համար կյանքը, բայց կարծես չի ստացվում եւ մոռանա իր պարտավորությունները Հարավային Կովկասում։ Տեսեք, խնդիրը որն է, եթե մեր թշնամին լիներ Ադրբեջանը, Հայաստանը լիովին կարող է այդ խնդիրը լուծել, բայց քանի որ նոյեմբերի 9-ի ճարտարապետը մարդ է, ում առաջ Թրամփը դեռ կոնկրետ քայլեր չի անում Ուկրաինայում, ես ուզում եմ մտածել Հարավային Կովկասը, որը Պուտինի համար առավել կարևոր է, ոչ պակաս, քան Ուկրաինան, արդյոք Թրամփը Հարավային Կովկասում Պուտինի հետ կգնա առճակատման, խոսքը ռազմական առճակատման մասին չի, հիմա 21-րդ դարն է, գոնե խոսքային։ Ես դրա համար, քանի դեռ չեմ տեսել Թրամփի կոնկրետ քայլերը Պուտինի դեմ, ես չեմ կարող վստահ լինել։ ԵԽԽՎ-ում Հայաստանի վարչապետը նաև ասաց, որ իրատեսական չի համարում, պետք է անկեղծ լինել եւ հայտարարել, որ իրատեսական չի համարում արցախցիների վերադարձը իրենց տներ։ Ինչպես կմեկնաբանեք վարչապետի այս հայտարարությունը։ Իրատեսական այս պահին ես չեմ համարում, միջազգային իրավիճակը փոխվում է։ Նիկող որ Ռուսաստանը օգտագործել։ Դրանից պետք է մնալ եւ հաստատվել Հայաստանի Հանրապետությունում։
Բայց դա չի խանգարում, որ ասենք 10 տարի անց արցախցիները իրենց իրավունքների տերը արցախցիներն են։ Ես չեմ կարող իրենց անունից խոսել։ Եթե իրենք շարունակեն պայքարը, պայքար չի նշանակում Հայաստանի իշխանությունների դեմ, այլ միջազգային ճանաչման ուղղությամբ, ոչ թե Ռուսաստանի գործիքը դառնան ներողություն, իրենց նախկին ղեկավարների շնորհիվ, կարող է այդ հարցը, ինչի՞ Կոսովոյի նախադեպով ինչ որ մի օր լուծվել։ Այո, հիմա ես չեմ տեսնում դրա հիմքը, բայց ելնելով Միացյալ Նահանգների կոնգրեսում ընդունվող բանաձևերից, Միացյալ Նահանգներում հենց այնպես բանաձևեր չեն ընդունվում արցախցիների վերադարձի վերաբերյալ։ Այդ հարցը փակ չի, բայց Հայաստանը հիմա իր Ադրբեջանի հետ իր հարաբերությունում ես միանշանակ նշել եմ, չպիտի այդ հարցը արծարծի, որպեսզի Ալիևին առիթ չտա նորից խուսափել խաղաղության պայմանագիր ստորագրելուց։ Քանի որ խոսեցիք Արցախի ղեկավարությունից, տեսեք, Թրամփը նաև հայտարարեց Հայաստանի վարչապետի ներկայությամբ, որ ինքը կդիմի Ալիևին Բաքվում պահվող հայերի հետ կապված գերի չեմ ասում, որովհետև ըստ էության ասվում է, որ այնտեղ բացի գերիներից կան նաև այլ անձինք, ովքեր որ ըստ էության չեն տեղավորում ոչ միայն այդ բառի մեջ, այլ ասեմ միջազգայինորեն ընդունված չէ։ Ըստ էության դրանից հետո որևէ գործընթաց տեղի չունեցավ։ Հիմա Թրամփը չասաց, թե ասաց, պարզապես Ալիևը նաև Թրամփին մերժեց ըստ։ Նախ ես չգիտեմ, դա կարող են գուշակել, բայց մի օրինակ բերեմ։ Թրամփը ասաց, որ Օրբանին կասի եւ Օրբանը ռուսական գազ չի գնի։ Հաջորդ օրը Օրբանը չպատասխանեց դրա մամուլի խոսնակը, որ մենք գնելու ենք ռուսական գազը։ Էրդողանի ներկայությամբ ասաց դուք կարող եք չգնել, Էրդողանը իր դեմքին չի նայում, հասկանում եք, բացասական է Թրամփի այս քաղաքականությունը, սեփական խոսքը արժե զրկել։ Հիմա Օրբանը այսօր Ադրբեջանում է, պատկերացնենք կենցաղային, իրենք նստած են Էրդողանի հետ, ասում են դե Թրամփն է բան ասում, մի մերժեք, բայց տենց ասեք կզանգահարենք։ Սա է վատը այն է, որ նահանգներում, աշխարհի գերհզոր երկրներում ղեկավար է մի մարդ, որը սեփական խոսքը չի հարգում։ Եվ ամփոփելով մեր զրույցը, Եվրոպական գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում ինչ նշանակություն կարող է ունենալ։ Կան արդեն տեղեկություններ, որ հնարավոր է այդ գագաթնաժողովին մասնակցեն Ալիևը, մասնակցի նաև Էրդողանը, նրանք եւս ժամանեն Հայաստան, նաև կան որոշակի տեղեկություններ, որ անգամ բանակցություններ են տարվում, որ Թրամփի ժամանումը եւս տեղի ունենա ձեր մեկնաբանությամբ։ Թերահավատ եմ Թրամփի ժամանման հետ կապված, նա Հայաստանից Ադրբեջանից ստացավ այն ինչ ցանկանում էր, ասել, որ հաստատել է խաղաղություն, հիմա նա լուրջ խնդիրներ ունի այլ տարածքներում, որտեղ պիտի հաստատի, ես ժամանումը իմաստ չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է Ալիևի եւ Էրդողանի ներկայություն, ես հեռու եմ այդ ոչ մի թիզական շրջապատի մտքից, որ այ պիտի իրենք չգան, բոլոր երկրները պիտի շփվեն, նույնիսկ թշնամի երկրների, բայց պահել սեփական կարմիր գծերը, ոչ զբաղվել Էրդողանի գովազդով, ոչ էլ ասել, որ մենք կայր ենք Թուրքիան նորմալ Հայաստանի շահերից բխող քաղաքականություն։ Եվրոպայի շփումները ես ողջունում եմ, գիտեք հատկապես Եվրոպայի, որովհետև Եվրոպան կողմնորոշվել է Պուտինի հարցում։ 2-3 երկիրի դեպ Չեխիայում շատ բացասական զարգացումներ եղան, չասենք, բայց Հայաստանը առավել պետք է խորացնի հարաբերությունները Եվրոպայի հետ, ռազմական նաև աջակցության առումով, որովհետև գոնե մենք գիտենք, որ Եվրոպայում կան մի քանի երկիր կարևոր, որոնց խոսքը արժևորված է եւ որոնք որ մի բան են ասում, հետեւողական են լինում։ Զուգահեռ իհարկե խորացնել հարաբերությունները ԱՄՆ նախագահի հետ, բայց աշխատելով պետքարտուղարի հետ, որովհետև Թրամփը մոռանալու է իր խոսքերը, իսկ Ռուբիոյի հետ մենք պետք է խորացնենք մեր շփումները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հեռանկարում միտք վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանն էր։